Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, ես Մարատ Հակոբյանն եմ Կիևից։ Այսօր Ուկրաինա-Ռուսաստանի լայնածավալ ներխուժման 1538-րդ օրն է, չնայած այսպես կոչված հրադադարին ուշադրության արժանի իրադարձությունները քիչ չեն, մեր այսօրվա եթերը կարելի է անվանել «Ինչի մասին էր լացում Պուտինը», բայց իրադարձությունները այնքան շատ են, որ ձեր թանկարժեք ժամանակը ձախողակ Պուտինի վրա շատ չեմ վատնի։ Միայն նշենք, որ շքերթից հետո նա փորձեց արդարանալ ու այնքան տարվեց, որ խոստովանեց Ուկրաինայում պատերազմը սկսվել է հենց ուկրաինացի ժողովրդի սեփական ճակատագիրը ինքնուրույն տնօրինելու ձգտման պատճառով, իսկ Մոսկվայում շատ վատ էին տանում այդ լուրերը, որ մենք ոչ միայն ապրում ենք ազատ երկրում, այլև պատրաստվում ենք ել ավելի լավ ապրել։ Ինչքան վատանում է ռուսական զորքի վիճակը, այնքան Պուտինը ավելի շատ է ստիպված լինում խոստովանություններ անել։ Ուկրաինայի ռուսալեզու քաղաքացիների ճակատագիրը երբեք էլ նրան չի անհանգստացրել, դա առնվազն պատրվակ էր։ Սա ընդամենը իր նոր փտած կայսրությունը ստեղծելու փորձ էր, որը զարգացման փոխարեն նախկին Միութենական հանրապետությունների բնակչությանը ստրկության մեջ էր պահելու։ Խոստովանությունը լսեցինք, արձանագրեցինք եւ անցանք առաջ, դա ընդամենը խայտառակության արդարացում էր, ձեռքի հետ էլ փորձեց Հայաստանի վրա հողորտալ։ Միայն կցանկանայի զգուշացնել հայ քաղաքական գործիչներին, Ռուսաստանի հետ ոչ մի քաղաքակիրթ բաժանություն հնարավոր չէ։ Պուտինի խոսքերը Հայաստանի հասցեին նոր վերջնագիր էին, որով նա ցանկանում էր վախեցնել մեր հայ քաղաքական գործիչներին եւ հասարակությանը։ Այստեղ ամենակարևորը Կրեմլի կաղբադից չվախենալն է։ Կաղբադը խրամայա ուտկան է, մեզ թաքուն լսողների համար իրենց լեզվով ասեմ։ Պուտինի երգը երգված է, նա այն վիճակում չէ, որ նման վերջնագրեր դնի։ Նա հույսը դրել է Հայաստանում գործող 5-րդ Շարասյան վրա, որոնք հանուն պահի տակ շահի փորձելու են վախեցնել մեր հայրենիքի հասարակությանը։ Երեք մեր ընկեր Արմեն Չիբուխչյանը շատ վառ կերպով ներկայացրեց 5-րդ Շարասյան ներկայացուցիչներին իր եթերում, հատկապես լրատվամիջոցներում ծվարած ռուսասերիկներին։ Պետք չէ խուճապի մատնվել, ավելի լավ է ուշադիր ուսումնասիրել մեր թույլ եւ ուժեղ կողմերը եւ Պուտինին ցույց տալ իր տեղը, իսկ դրա հնարավորությունը կա։ Այո, Հայաստանը ցավոք շատ հարցերում կախված է Ռուսաստանից, բայց հիմա Ռուսաստանն էլ է կախված Հայաստանից եւ սա նոր իրականություն է Պուտինի համար, որը նա հաշվի չի առել։ Բացի այդ, Մոսկվայի կողմից անցած տարիների ընթացքում հայ քաղաքական գործիչներին ու բիզնեսին բացահայտվել են պատժամիջոցները շրջանցելու բազմաթիվ սխեմաներ։ Մենք գիտենք, որ Երևանում շատ առաջարկներից հրաժարվել են, բայց մի շարք սխեմաների տեղեկատվությունը ու կառուցվածքը հայտնի են որոշակի շրջանակների, որpիսի ռուսական գրոհի ալիքը կասեցվի, մեկնարկի համար կարելի է հնչեցնել այդ սխեմաները կամ դրանց 1-2-ը որպես կանխարգելի չարված упреждающий удар, հա, իրենց լեզվով ասած, արևմուտքի պատժամիջոցների ֆոնին սա հիմա Ռուսաստանի ամենախոցելի տեղն է, որը Հայաստանի ձեռքում է։ Պետք է վճռականորեն ցույց տալ Պուտինին, որ տնտեսական պատերազմի դեպքում Ռուսաստանի կորուստները անգամներով ավելի մեծ կլինեն, քան Հայաստանինը, ինչն այդ տնտեսական պատերազմը դարձնում է անիմաստ։ Ես կոչ եմ անում Հայաստանի իշխանություններին եւ բիզնեսին ավելի սերտ համագործակցել արևմուտքի հետ եւ սկսել գործընթաց բացահայտելու պատժամիջոցները շրջանցելու ռուսական սխեմաները։ Սա նախ Հայաստանի դերը կամրացնի արևմուտքի համար եւ պատնեշ կդառնա Պուտինի համար։ Այս ընթացքում պետք է մտածել իրական դիվերսիֆիկացիայի մասին, ինչի մասին մենք տարիներով խոսում էինք եւ քննադատում իշխանությանը, որ հապաղում է։ Սանկցիաների շրջանցման այդ սխեմաների կորուստը եւ նորերի փնտրտուքը Ռուսաստանի վրա շատ ավելի թանկ կնստի, քան այն ամենը, ինչով Պուտինը սպառնում է Հայաստանին։ Ես հիմա չեմ բացում բոլոր փակագծերը, բայց այն անձինք, ում ուղղված է իմ կոչը, վստահ եմ հիանալի հասկանում են, թե ինչ է պետք անել։ Պարզապես քաղաքական կամք է պետք դրսևորել եւ պաշտպանել Հայաստանը։ Սա հաղթաթուղթ է Հայաստանի ձեռքում, առնվազն պետք է հիշել սա եւ սկսել ակնարկել գոնե Ռուսաստանին։ Կարևոր է նաեւ հիշել, Պուտինը վախկոտ է։ Խաղադրույքները բարձրացնելով նա հույս ունի, որ հակառակորդը կհանձնվի, բայց հենց հակառակորդը հակաքայլ է ներկայացնում, ինչպես գիտեք, Ուկրաինայի դեպքում Պուտինը սկսում է նահանջել։ Դրա բազմաթիվ օրինակները կան, սկսած ուկրաինական ռազմաճակատից, վերջացրած քաղաքական քայլերով, անգամ ռուսական սխեմաների հնարավոր բացահայտման մասին հանրային խոսակցությունները արդեն իսկ լուրջ զսպաշապիկ կդառնան Պուտինի համար։ Սա միակ մեթոդը չէ Պուտինին դիմակայելու համար, եթե էլի տարբերակների կարիք կլինի, միշտ պատրաստ ենք օգնելու։ Իդեպ ռազմաճակատի մասին խոսեցինք, այնտեղ մարտական գործողությունները շարունակվել են այս բոլոր օրերին, այսպես կոչված հրադադարը մասնակիորեն ազդել է միայն գիշերային ժամերին օգտագործվող դրոնների քանակի վրա, բայց պատերազմը ինչպես կար, այնպես էլ շարունակվում է։ Ինչպես նշել է նախագահ
նախագահ Զելենսկին ռազմաճակատում Ռուսաստանի բանակը նույնիսկ չէր էլ փորձում պահպանել լռության ռեժիմը։ Ուկրաինայի պաշտպանության ուժերը գործում են հայելային կերպով եւ պահում են իրենց դիրքերը։ Երկրի ղեկավարը ընդգծել է, որ Ուկրաինան այսուհետև եւս մտադիր է գործել հայելային արձագանքման սկզբունքով Ռուսաստանի կողմից լայնամասշտաբ էսկալացիայի վերադառնալու դեպքում Ուկրաինայի պատասխանը կլինի անհապաղ եւ զգալի։ Նախագահը ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Ուկրաինայի ժամանակակից հնարավորությունները նվազեցնում են հեռավորության նշանակությունը թշնամու դիրքերին հարվածներ հասցնելու համար։ Ու մինչ Պուտինը մամուլի ասուլիս էր տալիս եւ երազում այսպես կոչված սանիտարական գոտին լայնացնել մինչեւ Լեհաստանի սահման, ուկրաինական զորքերը շարունակում են ամրապնդել կրակային վերահսկողությունը օկուպանտ երկրի եւ անեքսացված Ղրիմի միջեւ եղած այսպես կոչված ցամաքային կապի վրա։ Նախորդ հաղորդման ժամանակ ես ձեզ պատմեցի Մարիուպոլի երկնքի նկատմամբ Ազովի վերահսկողության մասին, կադրերը մեր Telegram-ում ցուցադրել ենք։ Այդ աշխատանքը շարունակվում է եւ տարածվում է դեպի Զապորոժիեի մարզի Բերդյանսկ եւ ավելի հեռու Խերսոնի մարզով մինչև Ղրիմի մուտք։ Ես հիմա պատկերացնում եմ այն պուտինիստների դեմքերը, որոնք ուրախանում էին Ղրիմի հետ ցամաքային կապով։ Մենք տեսնում ենք եւս մեկ ապացույց, որ մեր ուկրաինական տարածքների զավթումը անդառնալի իրադարձություն չէ։ Ռուսի գրավվածը հաստատ հիմնավոր չէ։ Ռուսաստանը սկսել է պարտություն կրել Դոնեցկի, Զապորոժիեի եւ Խերսոնի մարզերի զավթված հատվածների երկնքում, եւ սա հիմնական պարտության առաջին քայլն է։ Ուկրաինայի զինված ուժերի նոր մարտավարությունը հեռահար եւ միջին տարածության հարվածների մասով ցավոտ հարված է հասցնում Ռուսաստանի զինված ուժերի լոգիստիկային, սա կարող է լրջորեն բարդացնել Ռուսաստանի բանակի մատակարարումը եւ համապատասխանաբար ազդել Ուկրաինայի զինված ուժերի ապագա հարձակումների ընթացքի վրա։ Այս մասին ասվում է պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտի նոր զեկույցում։ Վերլուծաբանները նշում են, որ ուկրաինական դրոնները արդեն խոցում են թիրախներ ռազմաճակատի գծից ավելի քան 100 կիլոմետր հեռավորության վրա եւ սա հաստատվում է ուղղակի փաստերով։ Մասնավորապես Ազովի մարտիկները օրերս հայտնել էին Մարիուպոլ վերադառնալու մասին, խոսքը օկուպացված Մարիուպոլի մոտակայքում գտնվող ռուսական օբյեկտների վրա հարձակումների մասին է։ Ազովցիները նաև հայտարարել են, որ կարող են վերահսկել հակառակորդի լոգիստիկան մինչև 160 կիլոմետր խորության վրա։ Միևնույն ժամանակ, ըստ OSINT վերլուծաբան Կլեման Մոլենի տեղեկությունների, հարվածներ են գրանցվել Մարիուպոլ-Դոնեցկ եւ Մարիուպոլ-Մելիտոպոլ ավտոճանապարհներին, որոնք առանցքային դեր ունեն Դոնեցկի եւ Զապորոժիեի ուղղություններով ռուսական զորքերի մատակարարման հարցում։ Այսպիսի հարձակումները կարող են Ռուսաստանի համար ստեղծել մարտադաշտի մասնակի օդային շրջափակման էֆեկտ, դժվարացնելով տեխնիկայի, զինամթերքի եւ ռեզերվների տեղափոխումը։ Մինչ արևմտյան փորձագետները զգուշորեն են խոսում օգտագործելով մասնակի բառը, դե իսկ ռուսական ռազմական բլոգերների շրջանում իսկական խոճապ է։ Ուկրաինական Ազովի տեսանյութը օկուպացված Մարիուպոլում Ռուսաստանի զինված ուժերի թիրախների խոցման մասին մեծ աղմուկ է բարձրացրել զեթալիկներում, հատուկ անհանգստություն է առաջացրել այն փաստը, որ Ուկրաինայի զինված ուժերը կարողացել են հասնել Ուկրաինայի հարավում Ռուսաստանի զինված ուժերի առանցքային լոգիստիկ մայրուղուն, մեջբերեմ ռուսներին, հակառակորդը սկսել է հասնել SVO-ի գոտու առանցքային լոգիստիկ զարկերակին Տագանրոգ-Ջանքոյ ճանապարհին, որն անցնում է Ազովի ափով Մարիուպոլ, Բերդյանսկ, Մելիտոպոլ, Գենիչեսկ ուղով դեպի Ղրիմ։ Եթե մեկը տեղյակ չէ, հենց այս ճանապարհով են բեռնատարները գնում դեպի Ղրիմ եւ SVO-ի գոտի այնտեղով է գնում նաև բենզինը եւ ողջ ռազմական տեխնիկան, գրում են ռուս բլոգերները ափսոսանքով։ Նրանք նշում են, որ մայրուղին գտնվում է ռազմաճակատի գծից 100-ից 160 կիլոմետր հեռավորության վրա։ Ռուսաստանը մտադիր էր ճանապարհը վերածել արագընթաց մայրուղու, դրանով իսկ ավելի ակտիվորեն ռազմական բեռներ տեղափոխելու համար, սակայն այդ պլանները այժմ փաստացի ձախողված են։ Այս ֆոնին հերթական սրացումն է սկսվել պատերազմի եւս մեկ ջատագովի մոտ։ Ռուս ռազմական հանցագործ Z Patriot Igor Strelkov-ը կարծում է, որ Ուկրաինան պատրաստվում է դեսանտ իջեցնել օկուպացված Ղրիմում։ Նա նշել է, որ Ուկրաինայի պաշտպանության ուժերը համակարգված կերպով ջախջախում են Ռուսաստանի զինված ուժերի թիրախները թերակղզում, մասնավորապես օդանավակայանները։ Մեջբերեմ նրան, իմ մոտ ավելի ու ավելի ամրապնդվում է այն ենթադրությունը, որ Ղրիմի ուղղությամբ սպասվում են դեսանտային գործողություններ, թշնամին ոչնչացնում է մեր հոպը եւ օդանավակայանների ապահովման համակարգերը, նպատակ ունենալով հնարավորինս հեռու մղել տակտիկական ավիացիայի հնարավոր բազաները, որոնք կարող են տապալել դեսանտի իջեցումը։ Նման գործողությունների հավանականությունը գնալով մեծանում է։ Թշնամին արդեն ի վիճակի է օդային հովանոց ստեղծել հավանական դեսանտի շրջաններում, գրել է Ստրելկովը։ Նա ընդգծել է, որ Ուկրաինան արդեն իսկ դուրս է մղել Ռուսաստանի Սևծովյան նավատորմը դեպի Սևծովի արևելյան ափ։ Բացի այդ, ուկրաինական դրոնները տիրապետում են ոչ միայն երկնքում,
այլև ջրի վրա։ Ղրիմը այսօր փաստացիորեն ծայրահեղ թույլ է պաշտպանված Ռուսաստանի կողմից։ Այս ֆոնին ես իմ կողմից նշեմ, որ ուկրաինական զորքերն են թույլատրել ռուսների պաշտպանությունը։ Այս ֆոնին ըստ Ստրելկովի խոսքերի հաղթանակի օրվա կապակցությամբ անցկացվող ծիսական միջոցառումները նման են ծանր զառանցանքի։ Աչքիս ով տեղից վեր կացավ Պուտինին պարադի համար ապտակեց, հա։ Հիմա Դոնբասից խոսանք, Ուկրաինայի զինված ուժերը Չասով Յարի մոտակայքում ռուսների համար սև խոռոչ են ստեղծել, սա նշում են ռազմական փորձագետները, ռուսական զորքերը փորձում են ճնշում գործադրել Կոնստանտինովկայի վրա Ստուպոչկիի եւ Պրեցեչնեի միջով, բայց բախվում են Չասով Յարի խնդրին, նշում են ռազմագետները, մասնավորապես ռազմական փորձագետ Ալեքսանդր Կովալենկոյի գնահատմամբ, այս շրջանը օկուպանտների համար վերածվել է սև խոռոչի, այնտեղ գնում են մարդիկ, տեխնիկան, մատակարարումները, ողջ լոգիստիկան, սակայն այդ ամենի զգալի մասը ոչնչացվում է դրոնների կողմից դեռևս Չասով Յարի մատույցներում։ Ռուսաստանի համար Չասով Յարը մնում է կարևոր հանգույց, եթե օկուպանտները կարողանան ամբողջությամբ գրավել քաղաքը, դա կհեշտացներ նրանց Կոնստանտինովկայի վրա արևելյան թևից հարձակումը։ Չասով Յարը ռուսների համար աստիճանաբար վերածվում է ինչ-որ սև խոռոչի կամ պայմանականորեն ասած նոր Չեռնոբաևկայի, ով գնում է հետ չի գալիս։ Հիշում եմ մեր լսարանը լավ է հիշում Չեռնոբաևկայի պատմությունը Խերսոնի մարզում, որտեղ պարբերաբար ոչնչացվում էին ռուսական տեխնիկան։ Ռուսական ստորաբաժանումները ստիպված են վատնել ռեսուրսները, առաջ քաշել տեխնիկան եւ փորձել պահել մատակարարումը ուկրաինական ուժերի հարվածների տակ։ Արագ առաջխաղացման փոխարեն թշնամին ստանում է միայն կորուստներ եւ լոգիստիկ նորանոր խնդիրներ։ Ըստ փորձագետների Կոնստանտինովկայի համար լիարժեք քաղաքային մարտերը մոտակա ժամանակներս քիչ հավանական են։ Ռուսաստանը փորձում է շրջանցիկ ուղիներ փնտրել, բայց առանց Չասով Յարի նկատմամբ վերահսկողության նրա հնարավորությունները սահմանափակ են։ Հիշեցնեմ, որ ռուսները Չասով Յարը գրավելու մասին հայտարարել են դեռ անցած տարի, իրենք ասում էին, որ ամբողջությամբ գրավել են եւ հիմա իրենց ասացի ձեռքը կրակն են ընկել։ Ուկրաինական դրոնների, որպես ռուսական բանակի համար ծանր խոչընդոտի գործողության սկզբունքը կայանում է թափանցիկ մարտադաշտի ստեղծման եւ մարտական գործողությունների գոտու բարձր ճշգրտության մեկուսացման մեջ։ Առաջինը դա միջին հեռահարության դրոններն ու FPV կամիկաձեները համակարգված կերպով ոչնչացնում են մատակարարման տրանսպորտը 20-ից մինչև 100 կիլոմետր խորության վրա։ Սա այրում է մատակարարման շղթաները, առաջնագծի ստորաբաժանումները թողնելով առանց զինամթերքի եւ վառելիքի, ել չեմ ասում ուտելիքի մասին։ Երկնքում հետախուզական եւ հարվածային դրոնների մշտական ներկայությունը անհնարին է դարձնում ցանկացած թաքուն տեղաշարժ։ Թշնամու հետևակը ստիպված է կարճ վազքերով տեղափոխվել թաքստոցների միջև, իսկ տեխնիկան թաքնվել, ինչը փաստացիորեն կաթվածահար է անում հարձակողական գործողությունները։ Չնայած Կրեմլի հայտարարություններին Ուկրաինայի դեմ պատերազմում անխուսափելիորեն հաղթանակի մասին, ռուսական բանակը փաստացիորեն խրվել է ռազմաճակատում, ինչպես գրում է New York Times-ը, ռուսական զորքերը մինչ օրս չեն կարողանում լուծել ժամանակակից պատերազմի գլխավոր խնդիրը, ինչպես իրականացնել լայնամասշտաբ ճեղքումներ մարտադաշտում դրոնների լիակատար գերիշխանության պայմաններում։ Բարբերականը նշել է, որ թեև ռուս բռնապետ Պուտինը փորձում էր համոզել Թրամփին, թե իր զորքերը շարժվում են դեպի անխուսափելի հաղթանակ, իրավիճակը մարտադաշտում հակառակն է փաստում։ Նախորդ տարվա վերջից ռուսական բանակը գրեթե կանգ է առել, իսկ որոշ տեղամասերում նույնիսկ տարածքներ է կորցրել։ Պուտինի դիմակը պատռում են բոլորը, ավելի ու ավելի շատ լրատվամիջոցներ եւ փորձագետներ բացահայտում են պուտինյան քարոզչությունը եւ ջրի երես հանում իրական դրությունը, ինչպես ռազմաճակատում, այնպես էլ Ռուսաստանի ներսում։ Պուտինին եւ նրա թիմին ավելի ու ավելի վատ են հաջողվում թաքցնել ճշմարտությունը ռուսներից։ Մասնագետները ներկայացնում են իրենց տեսակետը ռուսական հասարակության վիճակի վերաբերյալ, հյուծող պատերազմը, դեգրադացվող տնտեսությունը եւ գաղափարական փակուղին հոգնած ռուսական հասարակության մեջ ձևավորում են նոր համաձայնության կոնսենսուսի ուրվագծերը։ Արևմտյան բարբերականների եւ փորձագետների վերլուծություններն ու գնահատականները հանգեցնում են մեկ բանի՝ Ռուսաստանում հասունացել է եւ արդեն իսկ ընթանում է արմատական բեկում։ Պուտինն ու նրա ողջ գործունեությունը Ռուսաստանի ղեկին սկսել են ընկալվել ոչ թե որպես անվտանգության երաշխիք, այլ որպես ծանր բեռ ռուսների եւ հենց Ռուսաստանի համար։ Երկար ժամանակ պուտինիզմի համակարգը հենվում էր բավականին կայուն հասարակական պայմանագրի վրա։ 22 թվականին սկսելով ներխուժումը Ուկրաինա, փոխզիջումը վերաձևակերպվեց, քաղաքացիներին առաջարկեցին ապրել պատերազմից դուրս պայմանով, որ չեն խոսի դրա դեմ։ Նրանց, ովքեր
ընդունեցին այս պայմանները հուսահատությունից թե անտարբերությունից, ռեժիմը խոստանում էր նախապատերազմյան կենսակերպ, բայց այս անիմաստ սպանդի 5-րդ տարում պայմանագիրը վերջնականապես պատռվել է։ Այժմ բռնաճնշումների թափանիվը հարվածել է հենց նրանց, ովքեր փորձում էին անմասն մնալ։ Սահմանափակումները հուսահատություն են առաջացնում Ռուսաստանի լոյալիստների եւ օպտիմիստորեն տրամադրված գործարարների շրջանում։ Մարդիկ համաձայնում էին արհամարել պատերազմը միայն այն բանի համար, որ չդառնան թիրախ, իսկ հիմա իրենց դավաճանված են զգում։ Տրամադրությունների այս փոփոխությունը անխզելիորեն կապված է տնտեսական օպտիմիզմի մարման հետ։ Պատերազմական ժամանակաշրջանի տնտեսական աճի մասին զեկույցներին, որոնք այլևս չեն նշանակում շարքային ռուսների եկամուտների ավելացում, փոխարինելու եկավ դաժան իրականությունը։ Այսօրվա կվասային հայրենասիրությունը դադարել է փառաբանել զարգացումը, այն հանգել է զուտ գոյատևման, մարդիկ շնորհակալ են պարզապես ողջ մնալու համար։ Հատկանշական էր Պուտինի ապրիլի 15-ի հանդիպումը տնտեսական թեմաներով, կառավարության տնտեսագետ պաշտոնյաները հասկացան, թե ինչ է նշանակում լինել գեներալ SVO-ում, դատելով գլխավոր հրամանատարի մռայլ տոնից 26 թվականի առաջին ամիսների բացասական աճը հավասարազոր է իրական նահանջի։ Հասարակական տրամադրությունների տրանսֆորմացիայի հիմնարար գործոնը դարձավ այն փաստի գիտակցումը, որ պատերազմում հաղթանակը անհնար է, իսկ արյունահեղությունը ինքնին նվազագույնի է հասցրել երկրի առավելությունները։ Տրամադրությունների փոփոխության իրական մեղավորները ոչ թե հատուկ ծառայություններն են կամ ընդդիմադիր բլոգերները։ Առանցքային դեր խաղաց ուկրաինական զինված ուժերի Ռուսաստանի գրեթե ողջ տարածքում նավթավերամշակման գործարաններին եւ պահեստարաններին ջախջախիչ հարվածներ հասցնելու կարողությունը։ Թուլության վառ ցուցիչ դարձավ մայիսի 9-ի շքերթի նախապատրաստումը, եթե ռազմական շքերթը անցկացվում է գաղտնի առանց փորձերի եւ անջատված ինտերնետով միայն մարտական դրոններից փրկվելու համար, ապա այն փոխանցում է միայն ու միայն վախ։ Ստալինը, ինչպես գրում են ռուս ընդդիմադիրները, ասում էր. հաղթողներին չեն դատում, բայց նրանց, ովքեր չեն հաղթել, դատել կարելի է, եւ հասարակությունը սկսում է դատել Պուտինին։ Ողջ պետական ապարատը, կառավարությունը, խորհրդարանը, լրատվամիջոցներն ու եկեղեցին նախկինի պես փորձում են թաքցնել 22 թվականի աղետալի սխալը, բայց դա նրանց մոտ ավելի ու ավելի վատ է ստացվում։ Էլիտաները, որոնք հանուն գոյատևման ստիպված են եղել համախմբվել տագնապով, հետևում են, թե ինչպես է պատերազմի ելքի անորոշությունը ճաքեր առաջացնում ռեժիմի հիմքում։ Հենց ինքը, շենքը փլուզվում է։ Պուտինը կորցնում է իր մոգական ազդեցությունը, եթե կարելի է այդպես ասել։ Քաղաքական շրջափուլերի մայրամուտը հետազոտող մասնագետները անսխալ ճանաչում են մարման այս դժվար փոխանցելի զգացողությունը։ Պուտինյան իշխանությունը դեռ չի անհետացել, բայց այն դադարել է ընկալվել որպես լեգիտիմ։ Այն վերածվել է պատմական բեռի եւ պարզապես պարտավոր է տեղը զիջել նոր դարաշրջանի արշալույսին։ Պուտինից խոսեցինք, մի քիչ էլ նրա ընկերոջից խոսենք։ Թրամփը խզում է կապերը Եվրոպայի հետ, Եվրամիությունում սպասում են տարածաշրջանից ամերիկյան զորքերի հետագա դուրսբերմանը, այս մասին գրում է Bloomberg-ը։ Թրամփի որոշումը Գերմանիայից սեփական 5000 զինվորների դուրսբերման մասին ամենայն հավանականությամբ միայն սկիզբն է։ Դաշնակիցները պատրաստվում են նրան, որ Ամերիկայի ռազմական ներկայությունը տարածաշրջանում ել ավելի կկրճատվի, այս մասին հաղորդում է Bloomberg-ը։ Թրամփը ոչ միայն դուրս է բերում Գերմանիայից իր 5000 զինվորներին, այլև չեղարկել է իր նախորդի Բայդենի որոշումը գերմանական տարածքներում հեռահար հրթիռներ տեղակայելու վերաբերյալ։ Տեղի է ունենում Եվրոպայի հետ Ամերիկայի կապերի իրական խզում։ Ամերիկայի դաշնակիցները ՆԱՏՕ-ում կանխատեսում են, որ տեսանելի ապագայում Թրամփը հայտարարելու է Եվրոպայից զորքերի նոր դուրսբերման մասին։ Հաջորդ երկիրը ամենայն հավանականությամբ կլինի Իտալիան։ Թրամփը իտալական Corriere della Sera-ին տված հեռախոսային հարցազրույցում հայտարարել է, որ դեռևս դիտարկում է իտալական բազաներից զորքերի դուրսբերման հնարավորությունը։ Նա նշել է նաև, որ Ամերիկան միշտ եղել է Իտալիայի կողքին, այնինչ Իտալիան այնտեղ չէր, երբ մենք դրա կարիքն ունեինք, ասել է Թրամփը։ Անցյալ ամիս Իտալիան մերժել է Ամերիկային օգտագործել իր ավիաբազաներից մեկը Իրանում գործողությունների համար։ Այս որոշումը կատաղեցրել էր ամերիկացի նախագահին։ Թրամփը վաղուց էր ակնարկում ՆԱՏՕ-ից դուրս գալու մասին, բայց այդպես էլ չսկսեց այդ գործընթացը։ Սա հաստատում է այն տեսակետը, որ Եվրոպայից զորքերի լայնամասշտաբ դուրսբերումը կվնասի հենց Ամերիկայի շահերին։ Ներկայումս տարածաշրջանում տեղակայված է շուրջ 85000 ամերիկացի զինվորական, ամբողջ Եվրոպայով մեկ սփռված
կառուցված բազաները ծառայում են որպես հենադաշտ, պլացդարմ Մերձավոր Արևելքում, Աֆրիկայում եւ Կենտրոնական Ասիայում արագ ծավալվելու համար։ Ամերիկայի ներկայությունը Արևելյան Եվրոպայում կարևոր զսպող գործոն է ագրեսիվ Ռուսաստանի համար։ Ամերիկյան զորքերի դուրսբերումը Եվրոպայից լրջորեն կթուլացնի տարածաշրջանը եւ կարող է դրդել Կրեմլին օգտվելու այդ խոցելիությունից։ Եզրափակում է Bloomberg-ը, կարծես սահուն մոտեցանք ռազմաճակատի թվերի բաժնին։ Նախորդ 2 օրերին ռազմաճակատում տեղի ունեցել 327 մարտական բախում, որոնց ընթացքում Ուկրաինայի զինված ուժերը լիկվիդացրել են ևս 1760 օկուպանտի եւ նրանց 3699 միավոր տեխնիկան, տրանսպորտն ու սպառազինությունը։ Ուկրաինական գլխավոր շտաբը նաեւ հայտնել է, որ լայնամասշտաբ պատերազմի սկզբից ի վեր ըստ ֆոտոտեսաֆիքսված տվյալների լիկվիդացված օկուպանտների թիվը հասել է արդեն 1,342,030-ի։ Ռելիզը ձեր էկրաններին է, աջ կողմին է ամենաթարմն է։ Իսկ նախքան եթերը շարունակելը հիշեցնեմ ձեզ, որպեսզի ովքեր դեռ չեն օգտվել YouTube-ի գործիքներից, օգնելու մեր հաղորդման տարածմանը, անպայման դա արեք, խնդրում եմ դրեք լայքեր եւ եթե հնարավոր է տարածեք սոցիալական ցանցերում, դա կօգնի մեզ ռուսական քարոզչության դեմ պայքարում։ Իսկ ես առիթից օգտվելով ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ ձեր ամենօրյա օգնության համար, շատ եք օգնում, շատ տեսանելի է այդ օգնությունը։ Երախտապարտեմ ձեզ։ Եթերի երկրորդ մասը սկսեմ հաճելի համայնքային լուրով Կիևի հռչակավոր Սուրբ Սոֆիա տաճարը այսուհետ հասանելի է հայերենով։ Սա պարզապես նոր զբոսաշրջային երթուղի չէ, այլ վերադարձ դեպի ուկրաինական եւ հայկական մշակույթների բազմադարյան կապերը։ Ուկրաինայի ամենամեծ թանգարանային համալիրներից մեկը Կիևի Սոֆիան, Կիևի Սոֆիա ազգային արգելոցը գործարկել է պաշտոնական հայալեզու աուդիո էքսկուրսիա։ Այս իրադարձությունը ունի խորհրդանշական պատմական հիմքեր, որոնց մասին քչերը գիտեն։ Այս հարուստ պատմությանը տաճարի հնագույն որմնանկարներին եւ խճանկարներին հայերենով ծանոթանալու համար կա 2 տարբերակ, որոնցից մեկը առցանցն է աշխարհի ցանկացած կետից կարելի է մտնել արգելոցի պաշտոնական կայք եւ ծանոթանալ այս բազմադարյան գանձերին։ Տեղում տաճար այցելելիս սմարթֆոնով սկանավորելով տարածքում տեղադրված հատուկ QR կոդը նույնպես կարելի է դա անել, բայց երևի թե ամենակարևորը այն է, որ աշխարհի ցանկացած կետից կարելի է մտնել թանգարանի էջ եւ հայերեն աուդիո գիդի միջոցով ծանոթանալ պատմական էջերին։ Սա հիանալի հնարավորություն է ինչպես Ուկրաինայի հայ համայնքի, այնպես էլ աշխարհասփյուր հայերի համար սեփական լեզվով բացահայտելու Արևելյան Եվրոպայի կարևորագույն սրբավայրերից մեկի պատմությունը, ինչը զուգահեռ ընթանում է հայ համայնքի պատմության հետ։ Տաճարի պատերին մինչ օրս պահպանվել են հայերենով գրված հնագույն գրաֆիտի արձանագրություններ։ Աննա Բյուզանդացին, ով սերում էր հայկական ծագում ունեցող մակեդոնական դինաստիայից, առանցքային դեր է խաղացել Կիևի պետության քրիստոնեացման եւ մշակութային զարգացման գործում, որպես Վլադիմիր Մեծ իշխանի կին, նա Կիև է բերել բյուզանդական եւ հայկական ճարտարապետական եւ արվեստի ավանդույթները։ Նրա շնորհիվ Կիև ժամանած վարպետները մեծ ազդեցություն են ունեցել տեղական քարաշինարարության հիմնադրման վրա։ Աննա Թակուհու պատմական ժառանգությունը սերտորեն կապված է Կիևի Սուրբ Սոֆիայի տաճարի հետ, որի որմնանկարներում ըստ հետազոտողների պատկերված է նրա ընտանիքը։ Տաճարի պատերին պահպանված հնագույն հայերեն արձանագրությունները, գրաֆիտին եւ դեկորատիվ տարրերը վկայում են հայկական մշակութային ներկայության եւ այս համաշխարհային սրբավայրում Աննա Բյուզանդացու թողած խորը հետքի մասին։ Այս կապի ժամանակակից խորհրդանիշն է դարձել նաեւ Ուկրաինայի հայերի միության կողմից տաճարին նվիրաբերված եւ 2018 թվականին օրհնված հայկական խաչքարը, որն իր արժանի տեղն է զբաղեցրել ազգային արգելոցի գանձարանում, մարմնավորելով 2 ժողովուրդների հոգեվոր անխզելի կապը։ Մինչ ռուսները իրենց հարվածները հրադադարի ժամերին հիմնավորելու համար բողոքում են Ղրիմին, Բելգրադի, Կուրսկի, Կալուգայի, Ռոստովի մարզերին եւ Կրասնոդարի երկրամասին հարվածների մասին, Ուկրաինայի իշխանությունները եւ արևմտյան փորձագետները փաստում են, որ Պուտինի Ռուսաստանը ամեն ինչ անում է Բելարուսին պատերազմի մեջ ներքաշելու համար։ Կարծես Լուկաշենկոն չի կարողանում այլևս առաջվա պես դիմադրել Պուտինին։ Սպասենք զարգացումներին։ Այս ֆոնին կուզեի ձեզ ներկայացնել հայտնի ուկրաինացի դիվանագետի կարծիքը, ում յուրահատուկ վերլուծություններին ես վաղուց եմ հետևում։ Ձեզ համար կներկայացնեմ մի հատված, իսկ ժամանակի ընթացքում կստուգենք, թե որքանով էր նա իրավացի։ Խոսքը ուկրաինացի դիվանագետ Վլադիմիր Ագրիսկոյի մասին է, ով վստահեցրել է, որ Ռուսաստանը շուտով կդադարի գոյություն ունենալ եւ ամեն ինչ հենց դրան է գնում։ Տարբեր տեսակի պատժամիջոցների ճնշման ներքո Ռուսաստանը մոտենում է անհետացման պահին, հայտնել է Ագրիսկոն, նույնիսկ եթե Ուկրաինան դադարեցնի դրոններով հարվածները Ռուսաստանի տարածքին, դա այլևս ոչ մի կերպ չի կանգնեցնի այդ երկրի մահացու գործընթացը։
Ռուսաստանում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ իր տեսակետը Ուկրաինայի արտաքին գործերի նախկին նախարարը հայտնել է ուկրաինական հեռուստաալիքներից մեկին տված հարցազրույցում. «Մեջբերեմ, ես ավագ սերնդի մարդ եմ եւ հիշում եմ, թե ինչպես մեզ, երբ ես դեռ երիտասարդ էի, պատմում էին, որ աշխարհում Խորհրդային Միությունից ավելի ամուր բան չկա, ինչ Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Խորհրդային Միությունը իբր ընդմիշտ էր, իսկ հետո այդ ընդմիշտը պատմություն դարձավ։ Այն միտումները, որոնք մենք այսօր տեսնում ենք Ռուսաստանում, շատ նման են նրան, ինչ իմ տարիքի մարդիկ տեսել են ԽՍՀՄ փլուզումից առաջ, եթե իհարկե ցանկանում էին տեսնել», պատմական փաստը հիշեցրել է դիվանագետը, այնուհետև ագրիսկոն հնչեցրել է իր կանխատեսումը Ռուսաստանի համար. «Մեջբերեմ, միակ տարբերությունն այն է, որ այսօր Ռուսաստանի դեմ հանդես է գալիս գրեթե ողջ քաղաքակիրթ աշխարհը։ Պուտինը այժմ չունի տնտեսական ռեսուրսներ դիմակայելու այն ամենին, ինչ անում է հենց այդ քաղաքակիրթ աշխարհը իր երկրի հետ։ Եթե երևակայենք եւ թույլ տանք, որ հիմա չեն լինի մեր ուկրաինական պատժամիջոցները դրոնների տեսքով, ապա նույնիսկ տնտեսական սահմանափակումներից, որոնք մենք շատ դանդաղ ենք համարում, Ռուսաստանը միևնույն է կմահանա։ Հարցը միայն այն է, որ մեր պատժամիջոցներով, այսինքն ուկրաինական դրոնների հարվածներով, այս գործընթացը շատ ավելի արագ կընթանա», եզրափակել է դիվանագետը։ Շատերն են նման կարգի վերլուծություններ անում, ապրենք տեսնենք, համենայն դեպս մենք դեմ չենք։ Դե մեր կողմից հասցվող պատժամիջոցների համար զենքեր են պետք, ինչի մասին հիմա եւս մեկ նորություն կհայտնեմ. Ուկրաինան եւ Նորվեգիան պայմանավորվել են 155 մմ տրամաչափի հեռահար հրետանային արկերի համատեղ արտադրության մասին։ Այս մասին կիրակի օրը մայիսի 10-ին հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին. «Մեջբերեմ, ռազմաճակատում գտնվող մեր մարտիկները փաստացի բոլոր մարտական բրիգադներում խոսում են հրետանու երկար տրամաչափի հեռահար հրետանային արկերի մասին։ Խոցման գոտիները, քիլզոնաները ընդլայնվում են, բոլոր տեսակի դրոնների օգտագործումը առաջնահերթություն է, բայց մարտիկները իրենք ասում են հրետանին նույնպես անհրաժեշտ է եւ հենց հեռավար հրետանին», պարզաբանել է նախագահը։ Նա նաեւ նշել է, որ Ուկրաինան Նորվեգիայի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել երկար 155 մմ տրամաչափի հրետանային արկերի համատեղ արտադրության շուրջ, հենց այնպիսի արկերի, որոնք անհրաժեշտ են։ Մայիսի 6-ին Նորվեգիայի կառավարությունը ի դեպ հայտարարել էր Ուկրաինային եւս մոտ $300 միլիոն հատկացնելու մասին Ուկրաինայի համար ամերիկյան զենքի գնման մեխանիզմի միջոցով։ Նորվեգիան արդեն իսկ ավելի քան $13.4 միլիարդ է տրամադրել նշված նախաձեռնության համար։ CNN-ը հայտնում է, որ տեսանյութում հայտնված Մալիում ռուս վարձկանների նվաստացուցիչ նահանջը հսկայական վնաս է հասցրել Կրեմլին։ Լրագրողները նշում են, որ Կիդալից ռուս վարձկանների նահանջը կարող է դառնալ վերջին տարիներին Աֆրիկայում Մոսկվայի դիրքերին հասցված ամենալուրջ հարվածներից մեկը։ Քաղաքը, որը Ռուսաստանը պետք է պահեր ամեն գնով, կրկին հայտնվել է ապստամբների վերահսկողության տակ, իսկ ռուս վարձկանների նվաստացուցիչ նահանջի կադրերը խորհրդանշում են Աֆրիկայում Ռուսաստանի ազդեցության թուլացումը։ Դիտորդները այս իրադարձությունը անվանում են Մոսկվայի լուրջ հեղինակության կորուստ տարածաշրջանում, այսպիսով քայլ առ քայլ Ռուսաստանը կորցնում է իր դիրքերը աշխարհում։ Ի դեպ, Իրանի հարցով Պուտինի նախաձեռնությունը նույնպես ձախողվել է։ Թրամփի հետ հեռախոսազրույցների ընթացքում ռուսական կողմը փոխզիջում է առաջարկել Իրանի շուրջ հակամարտության կարգավորման համար մոտ 450 կիլոգրամ իրանական մինչև 60% հարստացված ուրանը տեղափոխել եւ պահել Ռուսաստանում։ Մոսկվայի կարծիքով դա Թեհրանին կզրկեր արագորեն միջուկային զենք ստեղծելու հնարավորությունից եւ թույլ կտար մեղմացնել պատժամիջոցները։ Կրեմլը պաշտոնապես հաստատել է, որ հանդես է եկել նման նախաձեռնությամբ։ Թրամփի մերժումը եւս մեկ նվաստացուցիչ հարված է Պուտինին։ Թրամփը մերժել է ռուսական առաջարկը, համարելով դա անընդունելի։ Սպիտակ տան տվյալներով Ամերիկան եւ նրանց դաշնակիցները այդ մեխանիզմը անընդունելի են համարում, քանի որ Ռուսաստանին տալիս է ազդեցության չափազանց մեծ լծակներ եւ չի երաշխավորում Իրանի միջուկային ծրագրի լիակատար վերացումը։ Թրամփը պնդում է առավելագույն ճնշման քաղաքականությունը եւ պահանջում է ուրանի ամբողջական փոխանցում միջազգային ուժերին կամ հենց Ամերիկայի վերահսկողությանը առանց Ռուսաստանի միջնորդության։ Ինքը Թեհրանը սկզբում դեմ էր իր պաշարները երրորդ երկրներին արտահանելուն, ուրանը անվանելով ազգային հարստություն, սակայն պակիստանցի միջնորդների միջոցով վերջերս կայացած բանակցություններում Իրանը պատրաստակամություն է հայտնել գնալ զիջումների, նոսրացնել ուրանի մի մասը եւ մնացածը փոխանցել ինչ-որ երրորդ երկրի, կոնկրետ չնշելով Ռուսաստանը, հրադադարի եւ նավթային շրջափակման վերացման դիմաց։ Այնուամենայնիվ Թրամփը Իրանի վերջին առաջարկները անվանել է լիովին անընդունելի, քանի որ Վաշինգտոնը պահանջում է անհապաղ դադարեցնել միջուկային ծրագիրը եւ հանձնել ուրանը նախքան որևէ քաղաքական զիջում քննարկելը։
Իսկ Իրանում ներքին պառակտում է, սուպեր հեղափոխականները պահանջում են հավերժական պայքար Ամերիկայի եւ Իսրայելի դեմ, Իրանի ներքաղաքական տարաձայնությունները դառնում են առանցքային խոչընդոտներից մեկը, որը թույլ չի տալիս հասնել Ամերիկայի հետ խաղաղության համաձայնագրի կնքմանը։ Ինչպես հայտնում է CNN-ը, իրանցի պահպանողականների արմատական խումբը, որը նյութում անվանվում է սուպեր հեղափոխականներ, փորձում է տապալել Վաշինգտոնի հետ հնարավոր համաձայնությունը Ամերիկային եւ Իսրայելին դիմադրելը դիտարկելով որպես հավերժական պայքար։ Հետաքրքիր է, որ ուտելիքը վերջացավ ինչպես են հավերժ պայքարելու։ CNN-ի տվյալներով ուլտրապահպանողականների այս խումբը ուժեղացրել է իր արշավը մեդիայում, խորհրդարանում եւ փողոցներում։ Նրանք պնդում են, որ Իրանը կկարողանա շահավետ համաձայնագիր կնքել միայն Վաշինգտոնի նկատմամբ հաղթանակ տանելուց հետո։ Նրանց հայացքները հիմնված են կոշտ շիական կրոնական գաղափարախոսության եւ մինչև ժամանակների վերջը շիական պետության գոյության գաղափարի վրա։ Պատերազմի եւ միջազգային ճնշումների ֆոնին Իրանի ղեկավարությունը փորձում է համախմբել հասարակությունը եւ խուսափել ներքին պառակտումից, սակայն ինչպես նշում է հեռուստաալիքը, ռեժիմի ամենաարմատական կողմնակիցներին հանդարտեցնելու իշխանությունների փորձերը դեռևս նկատելի արդյունքներ չեն տալիս։ Հենց նմանատիպ ներքին հակասությունների մասին էր խոսում Թրամփը, երբ հայտարարում էր, որ Իրանում գոյություն ունեն տարանջատված խմբեր, որոնք ի վիճակի չեն պայմանավորվել միմյանց մեջ։ Մինչ Միացյալ Նահանգների եւ Իրանի միջև բանակցությունները թեվակողում են վճռորոշ փուլ, կոշտ գծի կողմնակիցների փոքր, բայց ազդեցիկ ֆրակցիան ակտիվացրել է ջանքերը Վաշինգտոնի հետ պոտենցիալ գործարքը սաբոտաժի ենթարկելու համար, դրանով իսկ սնելով նախագահ Թրամփի հայտարարությունները Իսլամական Հանրապետության ներսում առկա տարաձայնությունների մասին։ Եվրոպական կարևոր մեսիջներով կիսվեմ ձեզ հետ, Պոլիտիկոն հաղորդում է, որ Եվրոմիությունը պատժամիջոցների նոր փաթեթ է պատրաստում Ռուսաստանի դեմ, գլխավոր թիրախը ստվերային նավատորմն է, վաղուց հասունացած պահ է, տեսնենք ինչ ընթացք կստանա։ Եվրոհանձնաժողովը մտադիր է հաջորդ շաբաթվա ընթացքում 90 միլիարդ եվրոյի առաջին տրանշը տրամադրել Կիևին, այս մասին հայտարարել է ընդլայնման հարցերով Եվրոհանձնակատար Մարտակոսը։ Մարտակոսը նաև հայտարարել է, որ Եվրոմիությունը կարող է Ուկրաինայի հետ անդամակցության շուրջ բանակցությունները սկսել մինչև հունիսի վերջը։ Եվրոմիության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտակոսը հայտարարել է նաև, որ Եվրոպան կաջակցի Հայաստանին Եվրոմիության անդամ դառնալու նրա ձգտումներում, նշել է, որ որոշումը հայ ժողովրդինն է։ Իր հերթին Եվրոմիության դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը մերժել է Ռուսաստանի նախագահ Պուտինի առաջարկը Գերմանիայի նախկին կանցլեր Գերխարդ Շրոյդերին Մոսկվայի հետ եվրոպական անվտանգության հարցերի շուրջ ապագա բանակցություններում Եվրոպայի ներկայացուցիչ նշանակելու վերաբերյալ, այս մասին հաղորդում է BBC-ն։ Ի դեպ, մինչ Կալասի հայտարարությունը հենց Գերմանիայում էին մերժել Պուտինի առաջարկը, սենց մերժված բունկերում նստած կերպարա Պուտինը, ումով հայ ժողովրդին փորձում է վախեցնել 5-րդ Շարասյան այդ բաշարող ներկայացուցիչները հայ, եթե իրենց լեզվով ասեմ։ Լուրերը շատ են, բայց շատ չեմ ուզում երկարացնել եթերը, հաշվի առնելով Հայաստանում ընտրապայքարը։ Այսքանով ավարտեմ մեր եթերը, շնորհակալ եմ, որ մեզ հետ եք, խնդրում եմ չմոռանալ լայքել եւ տարածել մեր հաղորդումը եւ մինչ նոր հանդիպում այս ալիքում ամենայն հավանականությամբ չորեքշաբթի, բարով մնաք։